Спасибо большое, уважаемый. Տիկին Ստեփանյան, սկսենք նրանից, որ Սերգեյ Լավրովն է պաշտոնական այցով Հայաստանում, լսեցինք մի շարք հայտարարություններով հանդես եկավ։ Նախ ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք այցը Լավրովի եւ նաեւ անդրադառնալով հայտարարություններին, այ ինչ եք ձեզ համար առանձնացրել եւ ինչ նշանակություն ունեն դրանք այսօր Հայաստանի համար, ինչ կարեւոր հայտարարություններ լսեցիք։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ կուզեմ նշել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ, պետք է պարզապես դիտարկել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, այն է բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության համատեքստում, այո, ինչպես գիտենք, Սերգեյ Լավրովը այս պահին Հայաստանի Հանրապետությունում է եւ երկկողմ քննարկումներ են տեղի ունենում, անկեղծ ասած 1-2 հայտարարություն կա, որից ես կցանկանամ անդրադառնալ, ինչպես նաև մեկնաբանել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, տեսեք, երկար ժամանակ այսպես Ռուսաստանից կարծես թե փոխհրաձգության մեջ էինք եւ բոլորովին վերջերս քաղաքական հայտարարությունների ժամին ես առիթ ունեցա հնչեցնելու հակահայ մտքերից մի հսկայական փունջ, որը օրինակ արտաբերել էին Սերգեյ Լավրովը, արտաբերել էր Պեսկովը, ՌԴ նախագահի խոսնակը, նաև պետական քարոզչամեքենաներով բազմաթիվ այսպես հակահայ մտքեր էին շաղախվել եւ բնականաբար սա չէր կարող չազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Մյուս կողմից մի ընդհանուր տարածված մոլորություն կա, երբ որ մենք խոսում ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, չգիտես ինչու բոլորը դա բերում եւ տեղավորում են ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների համատեքստում, բայց ես կցանկանամ նշել, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները բացարձակապես կապ չունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ կամ ունեն այնքան, որքանով որ ունեն, որտեղ ըստ էության ՀԱՊԿ-ը հավաքական կազմակերպություն է եւ ՀԱՊԿ-ի առաքելությունը, նրա նպատակները կամ կանոնադրությունը կամ նրա գործունեության հիմնական ուղղությունները բոլորովին կապ չունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ, ում հետ մենք ունենք բազմաթիվ տնտեսական, ռազմական եւ դաշնակցային հարաբերություններ ոչ միայն դե ֆակտո, այլ նաեւ դե յուրե։ Բայց Լավրովը նաեւ ՀԱՊԿ-ի մասով էր խոսել, ասել էր, որ սպասում են իրենց համար սպասելի է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվությունը, սա ինչպես հասկանալ։ Սա պետք է դիտարկել այն կոնտեքստում, իմ կարծիքով, եթե ես ինքս մեկնաբանեմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրականում կարծես թե այդքան էլ անպետք անդամ չէ եւ ըստ էության դա նաեւ գնահատում է Ռուսաստանի Դաշնությունը, կարող ենք դա դիտարկել նաեւ մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղված հրավերը հաղթանակի օրը անպայման կիսելու եւ ներկա լինելու այդ միջոցառումներին, ինչպես նաեւ նրանց կողմից նախաձեռնված այցը եւ այստեղ շատ կարեւոր է նշել նաեւ Բելարուսի նախագահի Լուկաշենկոյի հայտարարությունը առ այն, թե ում է այսօր պետք Հայաստանի Հանրապետությունը։ Ես կարծում եմ լավագույնս այս պատասխանը Լավրովը այսօր տվեց, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը որպես գործընկեր, գուցե ոչ մեծ ռեսուրսներով, գուցե ոչ մեծ օգտակար հանածուներով, գուցե ոչ մեծ այսպես քաղաքական կշռով, միջազգային հարաբերությունում, բայց այս տարածաշրջանում մենք ունենք մեր կշիռը եւ թերևս դա է հիմնական ապացույցը, որ այսօր Լավրովը եկել է Հայաստան ոչ միայն խոսելու, թե ինչքան կարևոր դաշնակից է Հայաստանը, ինչքան լավ գործընկեր է Հայաստանը, խոսեց երկու ժողովուրդների բարեկամության մասին, ինչ որ պատմական իրողությունների նաեւ անդրադարձավ, ինչպես նաեւ կարևորեց այս հարցը։ Ես կարծում եմ, որ թերևս Ռուսաստանում որոշ հարաբերություններ, որոշ մտքեր, որոշ դիրքորոշումներ այնուամենայնիվ վերանայվել են, սա ամենը կցանկանամ դիտարկել կամ կուզեի տեսնել դրական վերաբերմունքի մեջ, բայց այնուամենայնիվ 2020 թվականից մինչ այսօր այն ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում կապված Հայաստանի Հանրապետության լեգիտիմ ընտրված իշխանությունների վերաբերյալ նրանց որոշ արտահայտությունների շրջանակներում, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այն վերաբերմունքը սառը, մի քիչ պարզաբանման կարոտ, մի քիչ վրդովված եւ ըստ երևույթին շատ ամուր իրենց համոզմունքների մեջ, ես կարծում եմ, որ իրոք կա եւ Ռուսաստանի Դաշնությունը, եթե իսկապես կարևորում է Հայաստանի Հանրապետությանը որպես գործընկեր, պետք է իր որոշ հարաբերություններում եւ որոշ արտահայտություններում վերանայում նրանի։ Տիկին Ստեփանյան, ասացիք, որ որոշ հարցեր կան կնճռոտ հարցեր, այդ կնճռոտ հարցերը նաև բարձրաձայնվել են հայկական կողմից, այսինքն միայն լավատեսական փոխադարձաբար հայտարարություններ են արել, թե նաև խոսվել է այն խնդիրների մասին, որոնք կա եւ որոնք պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարվել է, անգամ վարչապետն է դրա մասին խոսում։ Ամբողջությամբ ձեր հետ համակարծիք եմ, որովհետեւ դիվանագիտության մեջ չկան մանրուքներ եւ դիվանագիտության մեջ յուրաքանչյուր մանր քայլ կամ յուրաքանչյուր խոսք, ժեստ, անգամ վերաբերմունք պետք է
դիտարկել այդ դիվանագիտական զինանոցի շրջանակներում եւ պետք է դիտարկել հստակ վերաբերմունքի շրջանակներում տվյալ պետության, մեկ այլ պետության կամ մեկ այլ կազմակերպության մեջ, այո, բազմիցս եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, ինչպես նաեւ մեր իշխանությունների կողմից ոչ միայն ժեստերի, ոչ միայն վերաբերմունքի, ոչ միայն քայլերի առումով, այլ շատ հստակ ձևակերպել ենք նաեւ տեքստի առումով, որ մենք ունենք խնդիրներ, մենք տեսնում ենք խնդիրներ եւ առնվազն մեր համար մեծագույն խնդիր է, թե ինչպես եղավ, որ օրինակ Ադրբեջանը չլինելով ԵԱՏՄ անդամ, շատ ավելի մեծ դեր ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ տարբեր հարաբերություններում, քան օրինակ Հայաստանը։ Ընդ որում առիթ եք ցանկանամ նշել, որ սա բոլորովին նոր չէ եւ ես խրախուսում եմ այն բոլոր քաղաքական շրջանակներին, ովքեր այս հարաբերությունների հայ-ռուսական հարաբերությունների ոչ այնքան կառուցողական լինելը բերել եւ վերագրել այսօրվա իշխանություններին, ես նրանց խորհուրդ կտամ գնալ 2011-12 թվականներ, երբ Ղազախստանի նախագահի ակտիվ ջանքերի շնորհիվ, որը բնականաբար ուներ նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ մյուս անդամ երկրների նախագահների, այսպես ասեմ, երաշխավորությունը նեղ ներգծել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս հարաբերությունները նոր չեն եւ ես կարծում եմ հարաբերությունների սառեցումը, կնճռոտ հարցերի առաջ բերելը, որոնք քիչ-քիչ բնականաբար եթե չեն լուծվում, ավելի սուր եզրեր են ստանում, դիտարկել մեկնարկը դիտարկել 11-12 թվականներից, գալ եւ բնականաբար կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, միութենական պետության հետ եւ առհասարակ տարբեր հարաբերությունների հետ։ Մենք առաջարկել ենք եւ առաջարկում ենք, մեր դիրքորոշումն այն է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ չունենանք ուղղաձիգ հարաբերություններ, այլ ունենանք հորիզոնական համագործակցության հարաբերություններ, ինչը որ ենթադրում են մեր տարբեր դե յուրե ստորագրված դաշնային, դաշնակցային պայմանագրերը, թե ԱՏՄ շրջանակներում, թե ՀԱՊԿ շրջանակներում, թե այլ փաստաթղթերի ներքո։ Տիկին Ստեփանյան, մեղադրանքներից խոսեցիք, օրերս Ռոբերտ Քոչարյանն էլ իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ օրվա իշխանությունը լծված է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ուղղությամբ եւ նաեւ շարունակվում է այդ process-ը, նաեւ ասաց, որ օրինակ իր պաշտոնավարման տարիներին այնինչ եղել է գործընկերային հարաբերությունները եւ այն բոլոր պարտականությունները, որ Ռուսաստանն ունեցել է, 100%-ով կատարել է։ Չի հասկանում, թե ինչ է կատարվել 2022-23 թվականներից հետո, երբ ռուսական կողմին մեղադրում եք դաշնակցային պարտականություններ կատարելու համար։ Նաև այս համատեքստում, երբ որ մեղադրում է ձեզ հարաբերությունները փչացնելու առումով, Լավրովի այսօրվա այցը արդյոք չի հակասում այդ մեղադրանքներին։ Ես իմ խոսքում նշեցի, որ ըստ երևույթին Ռուսաստանը վերանայել է իր որոշ հարաբերություններ այս առումով, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, այո, նայել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, տեղյակ եմ այն հիմնական ուղերձներին, որը նա փորձում էր փոխանցել հանրությանը, պարզապես Ռոբերտ Քոչարյանը ունի շատ վատ մոդերատորներ եւ շատ վատ խորհրդատուներ, ինչքան հասկացա, նա արդեն հայտարարեց, որ 2026 թվականին պարտադիր մասնակցելու է համապետական ընտրություններին եւ եւս մեկ անգամ այդ ուղերձը հղեց իր էլեկտորատին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը, բայց չմոռացավ ամեն գնով շողոքորթել եւ ամեն գնով իր հավատարմությունը, այսպես առհավատչան իր հավատարմության ցույց տալ Ռուսաստանի Դաշնությանը։ Դա հստակ երևում էր նաեւ այն կադրերից, որտեղ նրան նկարանում էր իր աշխատասենյակում, հա, այսպես Պուտինի հետ նստած հավասարի։ Ես կցանկանայի այդ հավասարի հարաբերությունները տեսնել այն ժամանակ, երբ հատկապես նա խոսում է, որ ընկերական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանը միշտ կատարել է իր դաշնակցային հարաբերությունները, կցանկանայի, որ ինքը նաեւ բավականին այս ժամանակ նաեւ անդրադառնար գույք պարտքի դիմաց այս ծրագրին, երբ օրինակ կարելի է ասել դե ֆակտո նա Հայաստանի Հանրապետությանը արդեն դարձրել է միութենական պետության անդամ, երբ Հայաստանի Հանրապետությունը իր տնտեսական զարկերակներով, իր ստրատեգիական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտներով եւ կառույցներով արդեն Ռուսաստանի Դաշնության տիրապետության տակ է։ Ես կցանկանամ հասկանալ հատկապես ինչի մասին էր այսպես գովերքում Ռոբերտ Քոչարյանը, երևի գովերքում էր, որ գույք պարտքի դիմաց Հայաստանի Հանրապետությունից մի շարք կարևոր ստրատեգիական օբյեկտներ եւ մի շարք կարևոր կառույցներ պարտքի դիմաց Ռուսաստանին զիջելով ինքն էլ է այնտեղ որոշակի պաշտոններ ստացել, ինչի մասին առիթ ունեցավ խոսելու եւ նշեց, որ հաշվի առնելով իր տնտեսական կամ ֆինանսական այդ բարձր կարողությունները, ինքը շատ բարձր աշխատավարձ է ստացել, մոտ հարց է առաջանում, բա ինչու Հայաստանում նա չէր իրագործում այդ տնտեսական բարձր որակները, այդ բիզնես հոտառությունը
Միակ բանը, որ մենք նկատել ենք նրա բիզնես հոտառության մեջ, դա իր ֆինանսական կարողությունները, որ նաև դրսում են լեգիտիմացրել եւ հատկապես դրսում են կարևորել իր դերը, նշանակությունը եւ մասնագիտական կարողությունները։ Բազմաթիվ հարցեր կան, ես կցանկանամ Ռոբերտ Քոչարյանը նաև օրինակ անդրադառնալ Լավրովի այն մտքին, երբ մենք բարձրաձայնում էինք, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին ընթացակարգով եւ արդյոք ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը մասնավորապես չի տեսնում որևէ խնդիր, երբ Ադրբեջանը էսկալացիայի արդյունքում ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք եւ մինչ այժմ այդտեղ նստած է եւ Լավրովի պատասխանը հիշենք, որ ասում էր դե լեգիտիմացված սահմաններ չկան եւ դեռ մեծ հարցական է թե ով է այսքան ժամանակ ում տարածքում եղել։ Ես կցանկանամ դրա պատասխանը, ասում է դուք եք փչացրել հարաբերությունները ՀԱՊԿ-ի ողնաշար պետության հետ, ինքն էլ պարտական չի պաշտպանի։ Ես կարծում եմ Ռոբերտ Քոչյանը շատ զբաղված է եղել իր բիզնեսները կառավարելով, այդ օրինական բիզնեսները, որ նա ձեռք է բերել ընդամենը 10-15 տարիների ընթացքում եւ ուշադիր չի եղել այն բոլոր քաղաքական իրադարձություններին, որ հատկապես վերջի 10-15 տարիներին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համատեքստում։ Ռոբերտ Քոչարյանի հարստությունից եք պարբերաբար խոսում Տիկին Ստեփանյան, բայց իրենք պնդում են, որ օրինակ նույն իր տղան շատ տաղանդավոր բիզնեսմեն է եղել, այդ ամբողջը փաստաթղթավորված է, հիմնավորված է, որ ապօրինի չի, կամ որ ապօրինի է, այ դուք հայտարարում եք այսքան միլիոն է, ոչ ավելի քիչ է, քան դուք հայտարարում եք, բայց կտրվելով սրանից նաև օրվա իշխանությանն է մեղադրում կոռուպցիայի մեջ, ասում են նոր խոսք են ասել կոռուպցիայի մեջ եւ իրենք կոռուպցիոն հանճարներ են, անգամ սրտնեղում է, ասում է կներեք իր բառերով ասած դաժաբիտնը Նիկոլ Փաշինյանն է այսօր Հայաստանի համար 1 միլիոնատերը, մեծահարուստը, ամենահարուստ մարդն է Հայաստանի։ Ինչպես կհակադարձեք, այսինքն դուք մեղադրում եք Քոչարյանին հարուստ լինելու մեջ, ինքն էլ ձեզ է մեղադրում։ Մենք որևէ մեկին չենք մեղադրում հարուստ լինելու մեջ, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ուրախ լինի, որ իր երկրում կան մարդիկ, ովքեր հարուստ են, որովհետև հարուստ լինել նշանակում է ունենալ բիզնեսներ, նշանակում է ստեղծել երկրում տնտեսական ակտիվություն, նշանակում է ունենալ եւ ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր, որոնք էլ իրենց հերթին տարբեր քաղաքացիների եւ հանրության որոշակի շրջանակների համար կստեղծեն բարեկեցիկ պայմաններ, արժանապատիվ աշխատանք եւ այլն։ Այստեղ խոսքը թալանի մասին է եւ ապօրինի գույքի մասին է։ Եվ մենք չենք սրտնեղում, բայց զգում ենք, որ Քոչարյանն եւ Քոչարյանամերձ ինչ-որ խմբեր են սրտնեղում այս ամեն ինչից, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է եւ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իշխանության բոլոր ճյուղերը կայանան։ Հիմա գործը դատարան կհասնի կամ գուցե արդեն դատարանում է, այս մասին չգիտեմ եւ մենք կհասկանանք, թե այդ գույքերից որն է օրինական, որն է անօրինական, որն է փաստաթղթավորված, որն է հետ փաստաթղթավորած, հետ թվերով եւ շատ հետաքրքիր մի զուգադիպությամբ, չգիտես ինչու, հատկապես 90-ականների իշխանության մեջ գտնվող մարդկանց երեխաներն են այսպիսի հետաքրքիր բիզնես խոտառությամբ օժտված, այդպես հենց ծնվել են։ Այ օրինակ, երբ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ, մասնավորապես Արական սեռի ներկայացուցիչներ բանակից հետ են վերադառնում կամ շարունակում են իրենց կիսաթողած ուսումը կամ նոր են ընտրում մասնագիտություն, կարելի է ասել նոր են փորձում աշխատանք գտնել, բայց օրինակ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռոբերտ Քոչարյանամերձ շրջանակների շատերի որդիները ոչ միայն բանակում չեն ծառայել, տարբեր հիվանդությունների կամ տարբեր խնդիրներով պայմանավորված, այլ ուղղակի բանակից հետ են եկել եւ տեսել են իրենք արդեն միլիոնատեր են կամ միլիարդատեր են եւ այսպես շարունակաբար ինչ որ բաներ են։ Իդեպ կցանկանամ անդրադառնալ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարսին, երգչուհի Սիրուշոյին, մի կողմ դնելով նրա արվեստագետի որակները, որոնք նա կարծում եմ ժառանգել է իր ծնողներից, վերջերս մի կարճ այսպես ռեպորտաժ էր տեղադրել իր էջում երգչուհին, որը նաև արծաթագործությամբ է զբաղվում, հա փոքր բիզնես ունի եւ ասում էր զարմանալի է, որ այս պետության օրոք նախ ցավում եմ, որ ունենալով համասարանական կրթություն երկչուհին չգիտի, որ պետությունը եւ իշխանությունը դա նույնը չեն, պետությունը մեր բոլորի արժեքն է, մեր բոլորի լավագույն կազմակերպման ձևն է, քաղաքացիների քաղաքական կազմակերպության բարձրագույն ձևն է, մեր արժեքն է եւ բոլորիս աշխատանքը միտված է մեր պետությունը պահպանելուն, իշխանությունները գալիս եւ գնում են ստանալով քաղաքացիների որոշակի վստահություն կառավարելու կամ չկառավարելու այս երկիրը, հարգելի Սիրուշո, պետությունը եւ իշխանությունները նույն բանը չեն եւ երկրորդ դա իշխանությունների լավ քաղաքականության մասին է խոսում, որ որևէ մեկը ձեզ չի ճնշում, որևէ մեկը
չի փորձում փայ մտնել ձեր բիզնեսի մեջ, որևէ մեկը չի փորձում հարկային ճնշումների միջոցով փակել կամ սահմանափակել կամ արգելափակել կամ առնվազն ձեր բիզնեսի այլ ընտրանքը ստեղծել։ Եվ ամենակարևորը, այս համատեքստում կցանկանայի, որպեսզի երգչուհի Սիրուշոն իր падգամավոր ամուսնու հետ մեկտեղ առիթից օգտվի եւ պարոն Քոչյանին հարցնի Սիլվա Համբարձումյանից ինչ կա։ Կարծում եմ Ռոբերտ Քոչյանը կտա այս հարցին ավելի համապարփակ եւ ավելի ընդլայնված պատասխան կունենա վստահաբար Քոչյանը իր հարցին, որ շատ խրախուսում ենք մենք կանանց տնտեսական ակտիվությունը, բայց լավ կլիներ այս թալանի հանճարների եւ այլնի համատեքստում Ռոբերտ Քոչյանը 1-2 բան այնուամենայնիվ հիշեր, որովհետեւ ես կարծում եմ նա քաղաքական ամնեզիայով է տառապում եւ նրան թվում էր ըստ երևույթին, որ մի 10-15 տարի ասպարեզում չերևա, այլ բոլորը կմոռանան իր հետ կապված ամեն ինչ, այն ընդհանուր քաղաքական միջավայրը, մթնոլորտը, որ տիրում էր Հայաստանի Հանրապետությունում։ Իդեպ նշեմ, որ հոկտեմբերի 27-ից հետո ազգային ժողովի աշխատակիցներից մեկը մեզնից քիչ հեռու գտնվող կառույցում ինքնասպան է եղել, այլ թող առիթ ունենա նաև սրա մասին խոսի։ Կարծում եմ Ռոբերտ Քոչյանը շատ բաներ ունի խոսելու եւ պատմելու, ոչ միայն ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված այս process-ում, եթե կարողանա ապացուցի, որ ինքը այդ գույքը ունեցել է, իր այսպես արդար քրտինքով է վասնակել, շատ լավ, եթե ոչ, ես կարծում եմ ահագին բաներ ունի Ռոբերտ Քոչյանը ասելու, բայց ոչ թե այսպես սրբի թևեր հագնելով եւ մաքրագործելով, սրբագործելով իր անցած քաղաքական ճանապարհը, այլ դրան անդրադառնալով ըստ ամենայնի եւ ըստ էության։ Տիկին Ստեփանյան, շատ հետաքրքիր է, որ դուք էլ նշեցիք, որ արդեն մտել է ընտրապայքարի մեջ, հայտարարեց, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, նաեւ նշեց, որ չի բացառում Գյումրու սցենարը, այսինքն ասած, որ այո, կարող է լինել Գյումրու սցենարը։ Նախ իշխող ուժը արդյոք մտավախություն չունի, որ Գյումրու սցենարը կարող է մեծամասնական արդեն ընտրությունների ժամանակ կիրառվել, երբ ընդդիմադիր տարբեր ուժեր կարող են մի քանի ճակատով մասնակցել եւ հետո միավորվել, եւ նաեւ հետաքրքիր է, որ խոսեց Սարգսյանի հետ ունեցած հակասությունների մասով, ասեց, որ 2018 թվականին, երբ ինքը Սերժ Սարգսյանին զգուշացնում էր, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Սարգսյանը իրեն հակառակում է համոզել։ Կրկին մեղադրեց շատ հեշտ իշխանությունը 18 թվականին Փաշինյանին հանձնելու մեջ, բայց նաև չի բացառում, որ գաղափարական իմաստով այո կարող են միավորվել։ Մտավախություն չկա։ Սա եւս մեկ խոստովանություն է Ռոբերտ Քոչյանի կողմից եւ եւս մեկ ապացույցն է այն իմ ամբողջ քաղաքական թիմի խոսքի, որ փորձում են գյումրեցիներին ասել, որ նրանք այսուհետ մի տեխնացիով չեն հանդես գալու, քանի որ սեփական դեմքով, սեփական երեսով քաղաքական process-ներին մասնակցությունը ի սկզբանե դատապարտելու է նրանց ձախողման, նրանք այլ տեխնոլոգիա են իրագործել։ Մենք հրաշալի հասկանում ենք այս տեխնոլոգիան, ցավոք Գյումրիի ընտրողները այս տեխնոլոգիան չհասկացան կամ չպատկերացրեցին ինչի մասին ենք խոսում։ Այնպես չի, որ իշխանությունների համար դա նորություն է կամ մենք չեն կարողանում այդքան կանխատեսում անել կամ չունենք բավարար չափով քաղաքական հմտություն կամ քաղաքական գիտելիք վերծանելու ինչ է տեղի ունեցել։ Նույն սկզբունքով մենք կարող ենք օրինակ Գյումրիում առաջադրել 2 կամ 3 տեխնացուներ, հետո վերջում միավորվել։ Բայց դա մեր քաղաքական ազնվության եւ քաղաքական դաշտում ճշմարիտ խաղի կանոնները պահպանելու սկզբունքից ելներով էր, որ մենք գնացինք 1 տեխնացուով եւ նույն տեխնոլոգիան իդեպ կիրառեց նաեւ Սերժ Սարգսյանի խումբը։ Եստեղ առիթ է, որ նաեւ նշեմ, երբ որ Ռոբերտ Քոչյանը 18 թվականի համար մեղադրում է Սերժ Սարգսյանին, թե իշխանությունը փոխանցեց, այո, իշխանությունը փոխանցվեց, բայց Նիկոլ Փաշինյանին չփոխանցվեց, իշխանությունը փոխանցվեց ժողովրդին եւ ժողովուրդը 18 թվականի արտահերթ ընտրությունների միջոցով այդ նույն իշխանությունը հետ վերադարձեց Նիկոլ Փաշինյանին։ Եվ այնտեղ էլի մի քանի տերմիններ կային, հա, այդպես եվրոպական գործընկերներին այսպես քաղաքական կսմիթներով պատասխանելը։ Դուք կարծում եք դա եվրոպական երկրներին կսմիթով պատասխանել էր, ոչ, դա անուղղակի եւս մեկ հավատարմության երթում էր Ռուսաստանի Դաշնությանը եւ անընդհատ խոսում էր, որ մեր բոլոր տնտեսական կապերը, տնտեսական կապ, որևէ մեկը չի ասում, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ մենք չունենք տնտեսական կապեր եւ Հայաստանի Հանրապետությունից հատկապես աշխատանքային միգրացիան ամենաշատը դեպի Ռուսաստանի Դաշնություն չէ, բայց ոչ թե դա նրա համար է, որ դա մեր քաղաքացիների ընտրությունն է, այլ դա Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այդ կազմակերպված եւ ստորագրված փաստաթղթերի համատեքստում է, որ Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանի բիզնես շերտի հիմնական ուղղությունը դեպի
Ռուսաստանի Դաշնությունն է եւ ԵԱՏՄ երկրներ, բայց սա իր հերթին չի նշանակում, որ եթե մենք Ռուսաստանի հետ ունենք լավ տնտեսական կապեր, ապա բացառված է, որ մենք օրինակ Եվրոպայի հետ փորձենք ունենալ լավ տնտեսական կապեր։ Մեր երկրի վարչապետի, մեր քաղաքական թիմի առաջնորդի քաղաքական օրակարգը հենց սրանով է լցված։ Այո, մենք կարող ենք գնալ եվրոպական երկիր եւ քննարկել ԵՄ անդամակցության մեր համար հուզող հարցեր կամ հստակ հասկանալ, թե որն է մեր տնային աշխատանքը ել ավելի շուտ եվրոպական ընտանիքին մոտենալու համար, զուգահեռաբար պահպանել նաեւ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ երկրների հետ, որի վառ ապացույցն է այսօր Լավրովի նախաձեռնած այցը Հայաստանի Հանրապետություն եւ այսպես կարեւորել, շեշտելով, մեկն էլ քաղաքական պաշտոնյաներից ասում էր, որ ինքը այսպես գրկում է եւ շատ կարեւորում է, փայփայում է հայ-ռուսական հարաբերությունները։ Ես կցանկանամ, որ սա խոսքից նաև որոշակի քաղաքական դրսևորումներ ստանա, որ մենք հստակ զգանք մեր դաշնակցի ներկայությունը մեր կողքին, այլ ոչ թե Պեսկովի կամ Լավրովի շուրթերով լսենք, որ դելիմիտացված սահմաններ կային այս առումով։ Կոռուպցիայի հանճարների մասով ես կարծում եմ սրանք ավելորդ խոսակցություններ են, փորձում են այսպես ինչ-որ նոր տերմիններով լցնեն քաղաքական դաշտը, բայց դե բոլորս գիտենք, որ թալանի, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների եւ քաղաքական այլ հրեշավոր գործերի տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը եւ իր քաղաքական թիմը վերապատրաստման դասընթացներ կարող են անցկացնել եւ այդ մենաշնորհը միայն նրանց է պատկանում։ Տիկին Ստեփանյան, ամփոփելով դուք ասացիք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը դիտարկում եք այն համատեքստում, որ սա հավատարմության երթում էր Ռուսաստանին։ Հիմա մի կողմից խորհրդարանական ընդդիմությունը ձեզ մեղադրում է դեպի Եվրոպա գնալու մեջ, արևմտամետ լինելու մեջ, մյուս կողմից արտախորհրդարանական ուժերը, որոշ ընդդիմադիր ուժեր ձեզ մեղադրում են հակառակի մեջ, որ Ռուսաստանի հետ ավելի եք այս ընթացքում հարաբերությունները, նույն տնտեսական կապերը ավելի են ամրապնդվել։ Հիմա նաև այսօր Լավրովը հայտարարեց, որ Սյունիքում պատրաստվում է Ռուսաստանի հյուպատոսությունը բացվել, ընդհանուր առմամբ ինչպես կմեկնաբանեք այս մեղադրանքները եւ արդյոք Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելը այս տեղավորվում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության մեջ եւ չի հակադրվում նույն դեպի Եվրամիություն գնալու այս կուրսին։ Եվ այդ իմաստով նաեւ ասվում է, որ դեպի Եվրամիություն գնալու առումով իշխանությունը որևէ ջանք չի գործադրում։ Նախ ասեմ, որ այո, այն ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում, միանշանակ պետք է տեղավորել բալանսավորված եւ բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում, որովհետեւ այդպիսին է փոքր պետությունների ճակատագիրը։ Դա այնքան պայմանավորված չէ փոքր պետությունների ցանկություններով, կամքով, քաղաքական հանձնառություններով, որքան պայմանավորված է փոքր պետությունների ճակատագրով։ Եվ քաղաքագիտական տերմինոլոգիայի մեջ այո հստակ կա մեծերի եւ փոքրերի քաղաքականությունը։ Այնինչ կարող են իրենց թույլ տալ մեծերը, որոնք ստեղծում են եղանակ, որոնք ստեղծում են քաղաքական միջավայր, որոնք կարող են պարտադրել այս կամ այն խնդիրը փոքր պետություններին։ Փոքր պետությունները չեն կարող իրենց այդ շռայլությունը թույլ տալ։ Հետևաբար դրանով է պայմանավորված, որ փոքր պետությունները միշտ փորձում են տնտեսական կապերով, ամենատարբեր հարաբերություններով գտնել որոշակի մշակութային, քաղաքական, սոցիալական, այսպես ամուր կապեր համատեղ եւ ունենալ որոշակի միություն, որովհետեւ դա բնության օրենքն է, դա քաղաքագիտական հստակ կանոն է։ Սա մեկ։ Երկրորդը, Սյունիքում հյուպատոսարան բացելու խոսակցությունները, եթե չեմ սխալվում, արդեն շուրջ 2-3 տարի այսպես շրջանառության մեջ են, բայց դեռևս այսպես առարկայական քայլեր այս առումով չունենք, այնինչ մենք ունենք երկու միջազգային գործընկերներ, ովքեր արդեն ունեն հյուպատոսարան այս առումով եվրոպական միություն գնալու հետ կապված բազմաթիվ ռեֆորմներ ունենք մենք որպես տնային աշխատանք կատարելու, որպեսզի կարողանանք մեկ քայլել մոտ գնանք ԵՄ-ին, այս առումով Եվրոպան մեր համար խնդիրներ չի առաջացնում, ոչ ինտենսիվացնում է հարաբերությունները, ոչ չի ինտենսիվացնում եւ թերևս ամենալավ բանաձևը սրա այն էր, որ երկրի վարչապետը ասաց, մենք կարող ենք Եվրոպային մոտ գնալ այնքան, որքան ԵՄ-ն դա մեզ թույլ կտա։ Եվ հասկանալի է, չէ, որ մենք տարբեր ոլորտային ռեֆորմներ մինչև չանենք, մենք չենք կարող ԵՄ-ին ավելի մոտ գնալ։ Դրանցից է օրինակ առողջապահության ապահովագրման համապարփակ համակարգը։ Երբ որ մենք սա խոսենք, երբ որ մենք կարողանանք 1-2 քայլ այս առումով անենք, մենք կկարողանանք առաջ գնալ։ Կենսաչափական անձնագրերի հետ կապված ռեֆորմները, այսինքն մեզ պետք չի մեղադրել այս կամ այն ռեֆորմը չանելու համար։ Մեզ գուցե կարելի է մեղադրել այս կամ այն ռեֆորմը դանդաղ անելու համար, որի արդյունքը պետք է լինի ԵՄ հասնելը։
վերացնելը։ Այստեղ մեղադրանքը այլ է։ Մի զանգված ձեզ մեղադրում է ռուսամետ լինելու մեջ, մյուս զանգվածը եվրոպամետ լինելու մեջ։ Հիմա դա եմ ուզում հասկանալ, որտեղ է ճշմարտությունը։ Ճշմարտությունը ուղիղ մեջտեղում է, մենք ոչ ռուսամետ ենք, ոչ եվրոպամետ ենք։ Մենք առաջ ենք գնում մեր երկրի քաղաքական շահը հաշվի առնելով։ Եվ եթե երկրի քաղաքական շահը թելադրում է, որ վարչապետը պետք է մայիսի 9-ին լինի Ռուսաստանի Դաշնությունում, ուրեմն վարչապետը մայիսի 9-ին կլինի Ռուսաստանի Դաշնությունում։ Եթե պետության շահը, առաջնորդությունը, առաջնահերթությունը ենթադրում է, որ վարչապետը X օրը պետք է լինի Էստոնիայում, Լատվիայում կամ Նյու Յորքում, ուրեմն երկրի վարչապետը X օրը պետք է լինի Նյու Յորքում, Լատվիայում եւ Էստոնիայում։ Այստեղ հիշեցի արաբական մի ասացվածք, որ ասում է հարթակում, հրապարակում հարվածներ ստանալը նույնը չէ, ինչ կողքից այդ հարվածները հաշվելը։ Հիմա մենք ենք այս երկրի պատասխանատուն։ Մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է պետք Հայաստանի Հանրապետությանը։ Եվ եթե տարբեր քաղաքական ուժեր կամ սուբյեկտներ կամ կուսակցություններ գիտեն 15 սանտիմետր, հա, այդ 1 մետրանոց խնդիրը լուծելու համար գիտեն 15 սանտիմետր եւ իրենց ամբողջ քաղաքական գործունեությունը եւ դատողությունները հենում են այս 15 սանտիմետրի վրա, ուրեմն քաղաքական իշխանությունները եւ համապատասխան պաշտոնյաները գիտեն այդ 1 մետրի մասին հենց այդ 1 մետր ինֆորմացիան եւ այստեղից էլ պայմանավորված մենք ենք մեր քաղաքական գործողությունները եւ դատողությունները անում։ Հրաշալի է, որ նրանք նաեւ 2026-ին դիրքավորվում են որպես ռուսամետներ, թե Ռուսաստան տեսեք մեզ, խնդրում եմ թափ տվեք մեր վրայից քաղաքական փոշին, մենք դեռ կանք շնչում ենք եւ անկախ նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մենք բոլոր թելերով այս վերակենդանացման ապարատի բոլոր թելերը բերել ենք տվել ենք ձեզ սիրելի Ռուսաստան, այդ կարևոր ֆունկցիան էլ ձեզ ենք տվել, որ դուք ուզեք այդ ապարատը կանջատեք, եթե չուզեք այդ ապարատը չեք կանջատի, միշտ հիշեք, որ այդ ապարատի հեղինակները մենք ենք։ Այս ռուսամետներն են, որ մեզ մեղադրում են Եվրոպա գնալու համար։ Եվրոպացիներն էլ մեզանից սպասում են, որ մենք շատ ավելի կտրուկ եւ շատ ավելի այսպես անմիջական կամ շատ ուղիղ որոշ խնդիրների արձագանքենք, բայց դա եւս մեկ անգամ նշեմ, չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Եվ առհասարակ մեր նման պետությունների, փոքր պետությունների հաշվի առնելով մեր ներքին եւ արտաքին հրավերները, մենք ունենք մի հստակ ռազմավարություն։ Մենք պետք է դանդաղ շտապենք։